look, we went to NATO. I didn't ask very strongly. I just said, hey. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ճեպազրույցի ընթացքում ասաց մի բան, որ հազվադեպ է լսվում պետության ղեկավարի շուրթերից։ Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում եւ այդ գիշերը կարող է լինել վաղը։ Թրամփը նկատի ուներ Իրանին։ Ժամկետն ավարտվում էր արևելյան ժամանակով ապրիլի 7-ին ժամը 20:00-ին։ Սա 38 օրանոց պատերազմի ամենաթեժ պահերից մեկն է։ Պատերազմը կամ ինչպես Թրամփն է սիրում անվանել ռազմական գործողությունը սկսվել էր փետրվարի 28-ին, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համակարգված հարվածներ հասցրին Իրանի ռազմական, հրամանատարական եւ միջուկային օբյեկտների։ Պատերազմի 38-րդ օրը Թրամփն ասաց, որ Իրանն ունի 24 ժամ Հորմուզի նեղուցով նավերի ազատ ընթացքն ապահովելու համար։ Իրանն ունի 48 ժամ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար։ Հակառակ դեպքում կհայտնվի դժոխքում։ Հիշում եք ինչ եղավ, երբ ես Իրանին 10 օր տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է։ Մի քանի ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի այդ երկրում։ Իրանն ի պատասխան 10 կետից բաղկացած փաստաթուղթ ուղարկեց Պակիստանի միջոցով, ներառյալ Հորմուզի նեղուցով ապահով անցման արձանագրություն, վերակառուցում եւ պատժամիջոցների վերացում։ Ի պատասխան Թրամփն ասաց. նշանակալից քայլ է, բայց բավական չէ եւ ժամկետը թողեց անփոփոխ։ Երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում Թրամփի խոսքերը երբևէ հնչած ամենակտրուկ հայտարարություններն էին։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ռազմական հանցագործություն չեն Թրամփի հարվածները Իրանի ենթակառուցվածքներին, Միացյալ Նահանգների նախագահը պատասխանեց. Նրանք սպանում էին ցուցարարներին, նրանք կենթանիներ են։ Մենք պետք է կանգնեցնենք նրանց եւ չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ստանան։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց լրագրողները պետք է զգուշանան այս պատերազմը լուսաբանելուց։ Թրամփը հայտարարել է կպահանջի, որ Իրանում օդաչուի փրկության մասին առաջինը լուսաբանած լրագրողը բացահայտի այդ տեղեկատվության աղբյուրը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել է բանտարկել նրան։ Վերջին շաբաթներին նախագահն իր օգնականների հետ առանձնազրույցներում դժգոհել է, որ Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմի լուսաբանումը չափազանց բացասական է։ Միևնույն ժամանակ Թրամփն ու նրա դաշնակիցները հրապարակավ քննադատել են որոշ լրատվամիջոցների ռեպորտաժները, օրինակ այս դեպքը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա միտումնավոր հարձակումները խախտում են Ժնևի կոնվենցիաները։ Որ հրատարակչությունից եք։ New York Times։ Դուք ցախողվում եք։ Իդեպ Թրամփը կարծում է, որ իրենք հաղթել են այս պատերազմում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների օդուժը լիովին վերահսկում է Իրանի օդային տարածքը, մինչդեռ Թեհրանը չունի ոչ նավատոր, ոչ էլ ավիացիա։ Թրամփը նաև մեղադրել է The New York Times, ABC եւ NBC լրատվամիջոցներին իրավիճակը խեղաթյուրելու եւ այն որպես հավասար պայքար ներկայացնելու համար։